Երկամիս առաջ պրոբլեմները սկսվեցին հատկանային սահմանափակումներով եւ բարձր այդ ընթացքում փորձել ենք գտնել այլ ուղիներ վաճառքի, ու ոչ միայն այդ ընթացքում, մենք նախկինում եմ հասկացել ենք, որ շուկան է ամենը մեկ շուկայի վրա ռիսկ ունելը դա շատ մեծ ռիսկ է ցանկացած գործի, ցանկացած բիզնեսի համար։ Բարիներով ենք մենք ընտրել այդ շուկաները, ուղղակի ինձ ստացվել, որ եկել են բոլորը կանգնել են այդ շուկայի վրա, ամենառեալ շուկան եղել է Ֆրանսիայի շուկան, որը հիմա գիտեմ հայտնի ճանաչած պատճառներով փակ է։ Պրոբլեմ կա, իրացման պրոբլեմը կա, ուղղիավորություն, բայց դա նաև Ֆրանսիայի ապրանքի բազմապահպանման պրոբլեմ է։ Այսինքն տնտեսությունները, մեր տնտեսությունը արդեն մի քանի օր կա այնքան իսկ աշխարհական միջև ծրագրեր են շրջանառում, որոնք հաստատված չեն, հայտնի չեն, հայտնի երկրին են, բայց ամենից հրապարակալին են։ Մենք պարտավոր ենք եղել արտադրել այնքան, ինչքան պետությունը թելադրել է կառավարական ակտերով եւ օրենքներով, այսինքն մեզ տրված յուրաքանչյուր լիտրի համար մեզ ստիպել են արտադրել 800 կիլոգրամ քարափ եւ 700 կիլոգրամ իշխան, տեսակի ձուկ։ Հետևաբար արտադրել ենք այդքան ձուկ։ Եվ հիմա այսինքն դուրս են գալիս, մենք արտադրել ենք ոչ թե մեծ բանտով, որտեղ մենք հասկանում ենք, որ ռիսկային է, քիչ կարտադրենք, բայց քիչ արտադրեին, ջուրը ընդհանրապես կփայտեին եւ ընդհանրապես չէին արտադրում։ Դրանով արտադրել ենք շատ, հիմա իրացում ընդհանրապես չկա։ Ներքին շուկայում կա ինչ-որ մանր իրացումներ, որոնք ինքնարժեքից ցածր իրացումներ են, եթե մեծ տնտեսություններ չեքրեն դեպի ներքին շուկան վարի գնումներով փայտ։ Արդեն փայտ է երևի, բայց իրացումը ներքին շուկային ռեալ չի, որտեղ արտադրված դուքը Familia իմանալու 30-40% ներքին շուկայում իրացում է։ Չկա մենք արտահանող չենք, բայց մենք վաճառել ենք արտահանողներին։ Տոննաների մասին եք խոսում, է տարեկանն է վաճառքներ։ Մենք դրանից էլ գալու տոննա մեր տնտեսությունները։ Տարեկան։ Հիմա կա մի հատ 839 որոշում կառավարության աջակցության տեղյակ այդ որոշման մեջ մտքի բանջարեղենի հետ մտցրել են նաև ձկնեղենը։ Նախ այդ որոշումը ամեն ամիս է երկարացվում, պայմանագիր կնքելու համար դու չգիտես օգոստոսի մեջ պետք է լինի այդ աջակցությունը, թե չէ, որպեսզի երկարաժամկետ պայմանագիր կնքվի։ Ոչ մեկ էլ չի ստացել, որտեղ ոչ մեկ չի կարողացել 8 կիլոգրամ արտահանել։ Շրջանառվում է ինչ-որ ծրագրեր, դոտացիաներ, սուբսիդիաներ, բանկային արձակուրդներ, որոնք մի ամիսը ուղղակի խոսակցության մակարդակով շրջանառվում է, բայց ռեալ ոչ մի գործընթաց չէ։ Դες ամեն ինչին գումարած նաև օրենքով են ներդրումներ ազգային ժողովը, որ պետք է 36.5% վերակացնեցին կրճատվում մեր ծրագրերը։ Իսկ դուք ապրում եք ջրի մեջ, դա իր տարածքն է, այսինքն չենք վաճառում, ջուրը կրճատվում է, ինչքան կրճատվեց, այդքան տոկոսով արդեն սպասում ենք անկումների ու սարքերի ու բանություններից պահին միանշանակ պետք է ինչ-որ չափորոշիչ լինի, անցյալ տարի ինչքան ենք արտադրել դրա դիմաց ինչ-որ դիմաց, կամ ինչ-որ ով վարկ ունի, վարկային ինչ-որ արձակում, կամ ինչքան հիմա բիոմասա ունենք, դրա դիմաց ինչ-որ օգնությունը կեր կամ հոսանքի վարձը գումար լինի։ Անտոկոս վարկ է, չգիտեմ, պետությունը որոշի ասոցիացիան կա ձկնաբույսների, որոնք դիմել են, տեսել են անկանացությունից, դիմվել է, քննարկվում է ու շատ դանդաղ քննարկվում են, մինչև քննարկվի, ոնց որ ասում են, պացիենտը մահան է ապրում։ Նույնիսկ ներքին շուկան կախված է արտահանումից, եթե արտահանում չկա, ես տնտեսագիտական լեզվով չբացատրեմ, շուկան չի կարա այնքան սպառի, հետևաբար սպառումը շատանալու համար բոլորը որպես մրցակիցներ գնիչություն են, գինը իջացնելու են, գինը իջնելու է, հիմա արդեն իջել է ներքին շուկային ինքնաձեռքից ցածր։ Դա նշանակում է, որ մյուս տարի ոչ մեկ էլ չի արտադրելու, ոչ մեկ նորը չի դնելու։ Ֆիքսելու են վնասները ու դուրս գան այս գործից։ Մեծ մասը, մինչև շուկայում կմնա այնքան խաղացող, այնքան մարդ,
Bunu 70 lirayın bağlarına. Tam peter katladı Artak'ın şukanı. Artak'ın biz matematikçinin anın Avrupa hastane aşkatlıdır. Avrupa hastane bu hamar naft çanaparneler. Tarih hatta hamar bağlatıyor. Çanaparneler. O şimdi oturtasın lojistika çıkar. So çıkar denizmeke burası gez gerek oyun ve hastanın bu parmağına almak belgelerden mütelim sağlar. Yekro. Drama bütün plastatikte bunun flex masası tutuyor beklerken malumları tamamladın bunun bir soru çıktı. Avrupa parktan hamar beklemeyen Avrupa da ve biz burada konversiyonları için karamatın yüzde büyük standartlarından mesela bir bağlamı Սա երեք ամսվա ընթացքում կուտակված բանն է, հա, քանալն է։ Չէ, սինի ինչ-որ հետ է եկել։ Այս հետեկացն է։ Հա, իրանք սորաբար արկղերի մեջ են լինում, ես մի ամիս հետո թողեցիք, նա ամսո ասում է բացեք տեսեք ինչ վիճակում, հա, տեսեցի արկղերի մեջ, տեսնած հիմա չի դառնում։ Վերջի օրը որ MF Export-ն աշխատել է, դեպի մայիսի 13-ին, երբ որ մեր կողմից մշակված ձեռքերը արտահանման համար նախատեսված հասել էին սահման, 3 ֆուտ հետ եկան, հետ է եղել, դատարկել ենք ու դրանից հետո չենք աշխատում, 60 հոգի պարապորտի մեջ են, չէ, 60 չէ, 58։ Ես և ինժիները հարավոցյան գալիս ենք, լավը 7-7-ասկես, բացում ենք, նայում ենք, լույսերը ստուժում այն սարդարանները դե աշխատում են, այս ուշ է ժամնեկը երկուսը։ Օրինակ անցած տարի քանի տոննա եք արտահանել Ռուսաստան։ 3500 կարգի։ Իսկ այլ երկրներ արտահանումներ ունեցել եք։ Իսկ հիմա Հիմա են որ։ առհասարակ ճիշտ ենք հասկանում, որ հայկական ձուկը հիմնականում գնում է Ռուսաստան։ Այո, 99։ այո, հիմնական։ Ինչով է դա պայմանավորված։ Դե պայմանավորված է մեր ձգի ինքնարժեքից սովորաբար բարձր է, օրինակ եվրոպական ձգերի հետ հարմարվող ինքնարժեքը մեր բարձր է, տարբեր բաների հետ կապված։ Լոգիստիկ խնդիրները։ Եկի ճանապարհը երկար է, մի քանի երկրներով ասել խնդիրներ շատ է եւ թղթաբանությունն էլ իմ խոր համոզմունքով Եվրոպայի հետ քիչ պրոբլեմատիկ կլինի։ Իսկ այդ ռիսկերը դուք չեք գնահատում, օրինակ մեկ երկրի մեկ շուկայից եք կոպիտ ասած կախված, չի ստացվել դեպի Եվրոպա օրինակ գնալ։ Հիմա կոնկրետ ասեմ, եթե մարդը ամուսնանում է, հա նկատում ունենա, որ ասենք ամուսնանալը 10 տարի հետո բաժանվել կնկանից ուրիշի հետ ամուսնանա, այդ նկատում ունի, գալիս է ժամանակը, իրար չեն հասկանում, բաժանվում են նոր են, չեմ անգարի, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք այսինքն այդ էլ լինի նախատեսենք, եթե շուկան կա, նորմալ աշխատում ենք պայմանագրերով եւ այլն, բայց չի ես երկրորդ շուկայի մասին մտածեի։ Եթե դրա անհրաժեշտությունը իրոք չի եղել։ Մենք այս բանը չգիտեինք, որ աշխատում ենք, մենք մայիսի 13-ը 3 ֆուտ սահմանից հետ պետք է գա, այդ ու պատկերացրեք կոմենակետի 3 ֆուրը չի, մենք անընդհատ պրոցես է, մի 3 ֆուրը ստեղ էր պատրաստ, որ պետք է գնա։ Հիմա այդ ողջ ապրանքը ստեղ, զուգ արտադրողների ձեռքեր իրաց ավազաններով, որոնք պետք է կերակրել եւ երկար տարիներ աշխատում ենք, մենք գոհ էինք մեր գործընկերները Ռուսաստանի գոհ էին, դժգոհություններ չեն եղել, իսկ եթե անգամ ինչ-որ բաներ լինում ամանում, դե գործընթաց է։ Բոլորը լուծվել են, հարցվել են առանց խնդիրների։ MF Export այդ երկու արտադրություններից ոնց որ մեկն է եւ որ եկան, այո։ Հա, որ երկուսը մնացել։ Այո, այո։ Օրինակ այդ երկրորդ անգամ որ եկան, ըստ վերջում դա է սահմանափակեցին, որն էր խնդիրը։ Չեն եկել երկրորդ անգամ։ Միանգամից սահմանափակ։ Այո, առաջի անգամ որ եկան, շատ գոհ, շնորհակալ, առանց ինչ-որ բանի, անգամ ես առիթ եղել է ասել եմ մեր լրատվական միջոցների հետ զրուցելիս, որ նրանք ըստ երևույթին Ռուսաստանի Դաշնությունից եկել էին այստեղ տեսնելու ինչ-որ մի հատ կարաշնի բոխրագույն մի հատ գարաժի տիպի մի բան, հա եւ լողավազաններ, որտեղ ձուկ է պահվում 50-100 գրամանոց, նրանք չէին պատկերացնում, մենք ձեզ այդքան մեծ ու 5 կիլոանոց որտեղից է կանյաց աշխող տեսան, անգամ արտադրությունը երբ որ մտան, շատ հարցեր ունեին տալու, երեք մոռացել էին հարցաշարանը, երկրորդ օրը եկանի կիսապորակ, հա, այսինքն գոհ շնորհակալ, առանց որևիցե մի բան, ընդհանուր ոչ մի բան չեն հայտնաբերել, որը որ ասենք չի համապատասխանում մեր գործունեությանը։ Ու գոհ շնորհակալ գնացին, 2 օր հետո մենք ստացանք հաղորդագրություն, որ MF Export-ին եւ Invest Plus հիմնարկներին որպես արտադրություն թույլատրվում է իրենց կողմից մշակված ձուկը արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Մենք էլ ուրախացանք, այդտեղ ասենք, վերցուցիկ ուղարկեցինք,
Հետո եկա։ Հակեցին։ Ինչի համար, շատ Ոչ մի բանի, ոչ մի բանի։ Չենք ուզում ասել ու վերջ։ Չենք ուզում Հայաստանի դուք չենք ուզում, որ ներմուծի Ռուսաստանը, ու ես էլ ինչի իրանք էլ չգիտեմ։ Եթե չի համապատասխանում, ասենք օրինակ համար բանջարեղենը, միրգը, կաթը, բան զուգը չի համապատասխանում, թող ասեն ինչը չի համապատասխանում։ Մենք համապատասխանեցնենք, բայց խնդիրն է, որ այտենց հարց չի եղել ցկի մասով։ Hence, Vajar, որ Vajar կա, դրա ամբողջ դրանից է։ Vajar-ը գույքով լավի։ Դերի քանքի տաշա։ Vajar-ը տեղում շատ չի չափ Vajar-ը, հատահանում շկա, հատահանումներ որ երի բոլորի բաց հիմնականում փաստեն է։ Չի հատահանում։ Դրանից արդեն բխում է Vajar չի դու տեղ չուն ունենի ազատել դիաճին։ Սա կարողանում անկում առաջին։ Հիմնական խնդիրը դա է։ Արտահանումը կար հենց դրանից է կապված։ Ընդդեմ ինչ որ դնա անկում ապրում համաչկանը։ Մանրափույթներ կան, նույնպես շատ խինտ է, դե հիմա մենք տեղ չունենք, որ Vajar-ը ծածկի, մանրափույթը արդեն տեղափոխել ավելի մեծ Հաստեն։ Ահա, հիմա այդ